շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, բայց Կիրակի օրը մենք տեսանք Սուրբաննա եկեղեցու պատարագ է, Նիկոլ Փաշինյանը դիմեց սադրանքի, ներխուժեց Տիկնազորով եկեղեցի, որտեղ պատարագ էր ընթանում եւ այնտեղ բախումներ հրահրվեցին։ Այս կադրերը ուզում տեսնեք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի Տիկնազորը արմունկով հարվածում Դավիթ Մինասյանին, արժանապատիվ հայ տղայի, ում այսօր կալանավորեցին 2 ամսով։ Հիմա կադրերը նայենք, հետո խոսենք։ Դավիթի ճակատագիրը այսպես ճաղերի հետևում է, որովհետև դպրոցը անգամ չեն տալիս, որ ավարտի, 18 տարեկան է, բացառիկ առաջադիմությամբ երիտասարդ, իսկ եղբորն էլ երեքազատ արձակեցին, բայց դա էլ պայմանավորված առողջական որոշակի խնդիրներով, չնայած Դավիթի ևս ունի եւ այսօր քրեապատարողական հիմնարկ տանելիս հենց հիմնարկի դռների դիմաց ուշագնաց է եղել, հիմա բժշկական կենտրոնում հետազոտություն է անցնում։ Ասեմ, որ տխուր եմ, այն չի, դատապարտեմ կնմանվեմ են հազարավոր դատարկախոսներին, որոնք որևէ գործանել չեն ուզում, բայց կեցվածք են ընդունում եւ խրոխտաբար խոսքս վերաբերում է նաեւ քաղաքագետ կոչվածներին, կուսակցապետերին, պետք է գործել։ Իսկ գործել պետք է բավական որոշակի հստակ եւ հիմնավոր։ Իհարկե, ես որ այդքան ճանապարհ եմ անցկացրել բանտերում, հասկանում եմ, թե ինչ է նշանակում երիտասարդի համար պատահականորեն տնից դուրս գալ գնալ եկեղեցի, Աստծո հետ հաղորդակցվելու, բայց դրա փոխարեն հայտնվել կալանավայրում։ Իհարկե, ես հասկանում եմ խնդրի, չասեմ ողբերգականությունը, տհաճությունը, ծանրությունը, բայց այստեղ էլ մենք պիտի փորձենք լուծումներ գտնել, եթե գործիչ ենք, իսկ եթե մեկնաբանող ենք, ինչպես ասում են, քաղաքագետ երբեմն, միայն, այդ դեպքում ախովախ պիտի քաշենք, իսկ գործը հետևյալն է, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի նույնիսկ ամենաթույլ իրավական գիտելիքների տիրապետող մասնագետները հասկանան, որ մենք գործ ունենք կոռուպցիոն հանցախմբի ղեկավարի հետ։ Այս պահի դրությամբ ես չեմ հրապարակի դա եւս մեկ անգամ, այս պահի դրությամբ դատախազությունում է գտնվում իմ հաղորդումը, արդեն որ երրորդ հաղորդումը, բայց այս անգամ արդեն այնքան հիմնավորված, որ եթե նախկինում ասում են, գիտեք, մենք չենք ստացել, կամ հետո ասում են, մենք փաստեր չունենք, խոսքս դատախազության մասին է։ Հիմա եւ փաստեր ունեն, եւ անառարկելի հաստատում են բանի, որ իրենց ձեռքի տակ է գտնվում փաստաթուղթը, իսկ այդ փաստաթղթում նաև ասվում է ձեր կեցվածքից ակնհայտ կդառնա դուք իրավապահ եք, նաև իրավաբան, թե կոռուպցիոն հանցախմբի հովանավոր։ Այնպես որ դատախազ Վարդապետյանը լուրջ խնդիր ունի եւ այդ խնդիրը ոչ այնքան Նիկոլին է վերաբերում, որքան իրեն։ Ես չեմ կարծում, որ ինքը Աննայից ավելի շատ է սիրում Նիկոլ Փաշինյանին, որ իր կյանքը զոհաբերի Նիկոլ Փաշինյանին բանտից պահելու համար, բայց Աննան թքեց ու գնաց, չէ՞։ Սա նույնպես թող եւ իր համար եւ Գալյանի համար նախազգուշացում լինի։ Անձնական կյանքերի մասին խոսել չեմ ուզում, բայց խոսքը հանրային գործ չի, աչ ու ձախ իր մեծ սիրով հպարտացող գործի նկատմամբ իր սիրեցյալի կեցվածքն է, որը ահազանգ է, նշան է բոլոր մտածող մարդկանց համար։ Հարազատ կինը, կրկնում եմ, թքեց իր վրա ու գնաց։ Ուրեմն պատկերացրեք, 4 երեխաների մայրը ամուսնու վրա թքում հեռանում է։ Ում հետ մենք գործ ունենք։ Ինչ ահավոր կերպար է, որ նույնիսկ կինը այլևս չդիմացավ, չկարողացավ տարրական դերասանություն անել։ Իսկ հիմա գործնական խոսելու իմաստով դիմում են բոլոր քաղաքական գործիչներին։ Դուք պատրաստվում եք ընտրությունների,
Դուք ուզում եք, որ այսքան հանցագործություն կատարած մարդը ամեն օր իր ամեն օրը հանցագործություններով լցնող մարդը գնա արդար գործընթացի, ընտրությունը առանց արդարության ընտրություն չէ։ Դուք ձեզ ինչի տեղ եք դրել։ Այսօր մեկն ինձ խորհուրդ էր տալիս չկոպտել։ Եթե առաջին անգամ լինեի, ասելից լինեի, շատ մեղմ կասեի։ Բայց երեք ես ստիպված ասել, դուք ընտրություններին մասնակցել կամեցողներ, դուք անուղեղ եք։ Ես հիմք ունեմ դա ասելու։ Բայց դուք ասում եք քրիստոնյա եք։ Քրիստոսը չի ասել՝ մի մտածիր վաղվա օրվա մասին։ Չի ասել այսօր զբաղվեք։ Այսօր կատարեք ձեր պարտականությունները։ Անժելա ջան, հանրային գործիչները շատ լավն են։ Պարզապես մեծամտությունը երբեմն խանգարում է, ձեզ էլ խանգարում է ինձ թույլ տալ մինչև վերջ խոսել, միտքս ասել։ Ես շատ կարևոր բաներ եմ ասում, արձագանք ստացվել է։ Ուշադիր եղեք, հարցը տրվում է սովորաբար նրա համար, որ լինի նաև պատասխան։ Ես ձեզ շատ եմ սիրում, կուզեի, որ ձեզ որևէ մեկ այնքան սիրեր, ինչքան ես եմ սիրում, բայց հենց այդ սերն էլ ինձ պարտավորեցնում է ճշմարտությունը նաև ձեզ ասել։ Ուրեմն երբ արդարադատության նախարարը ասում էր, կարծեմ այդ հարցը տվեցիք, գիտեք դուք, կարող է տեսքս դեբիլի տեսք է, բայց ես դեբիլ չեմ։ Մի հարցը մեկ անգամից հասկանում եմ։ Ուրեմն երբ արդարադատության նախարարությունն ասում էր, պարոն Հայրիկյան, ես չգիտեմ, ես չեմ տեսել ձեր դիմումը։ Դա այլ վիճակ էր։ Եվ այլ վիճակ է, երբ կարողացա ստիպել, որ արդարադատության նախարարը, ես ինչպես եմ ստիպել, գիտեք, 4 անգամ ցույցեր եմ արել իրար հետևից եւ ուղեկցել եմ դա հացադուլով։ Նա ստիպված գրեց. մենք ստացանք ձեր հանրագիրը եւ Սահմանադրության նախագիծը քննարկելիս նկատի կունենանք։ Եվ ես այդտեղ բռնացի օրենքի կոպտագույն խախտում։ Օրենքը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքն ասում է. կուսակցություններից ստացված հանրագրերը պետք է քննարկվեն, ոչ թե պիտի նկատի ունենան, այլ քննարկվեն։ Իսկ սահմանադրական օրենքի խախտումը կոպիտ խախտում է, կոռուպցիոն հանցագործություն, որովհետև դա ուղեկցվել է նաև իշխանության չարաշահմամբ։ Հիմա ես այդ պատասխանի հիման վրա արդեն դիմել եմ դատախազություն, որին դատախազը այլևս պատասխանել չի կարողանում։ Առաջ ասում էին փաստ չունենք, հետո ասում էին չենք հասկանում կամ անտեսում էին, հիմա կանգնած է փակողը առաջ։ Պետք է որ բոլոր կուսակցությունները հասկանան։ Ուրախ եմ, որ դուք կուսակցություններին պաշտպանում եք ընդդիմադիր, նրանք իմ գործընկերներն են։ Երբ մեկը գործընկերոջ հետ պաշտպանում է, թեկուզ սխալ եղածին, պետք է շնորհակալություն հայտնես, պաշտպանեք նրանց, նույն ոգով էլ ինձ կպաշտպանեք, եթե պետք լինի։ Բայց ես աթոռակռվի չեմ մասնակցում, ես հենց այսօր եմ զբաղված գործով։ Եթե կուսակցությունները գնում են խորհրդարանական ընտրությունների, նրանք գնում են կուսակցական ընտրությունների։ Կուսակցական ընտրություններին կուսակցությունները մասնակցում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով։ Եթե կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հիմնական կետը խախտվում է, բոլոր են գործիչները քաղաքական, որ չեն ասում վազենք կանգնենք Հայրիկյանի կողքը այս հարցում։ Ոչ թե վարչապետ լինելու հարցում, ոչ թե աթոռ ստանալու հարցում, այլ այս օրինակ խախտումը, ինչպես ասում են, կատարողներին պատին դեմ տալու հարցում։ Գնանք կանգնենք իր կողքին, որովհետև եթե խախտվում է կուսակցությունների մասին օրենքը, ընտրություն չի լինելու, դա արդեն դրա ամենակնառու ապացույցն է։ Եվ այդ պատճառով ես արդեն որոշել եմ եւ Աստված թող ինձ ճիշտ ճանապարհի վրա պահի, ամսի 7-ին մենք բոլոր մտածող մարդիկ հասկանում են, թե ամսի 7-ին ինչ կարևոր բան եղավ։ Առարկավերեն Սուրբ Հոգին, այսինքն ամենահզոր ուժը եւ միաժամանակ բարու եւ ճշմարտության հովանավորը հայտնվեց մարդու մեջ, մարդկանց մեջ։ Ես ինձ այդ օրը պատահական չեմ ընտրել։ Ժամը մի քիչ ուշ եմ ասել, ժամը 5-ին եմ ասել, ամսի 7-ին ժամը 5-ին հավաքվում ենք հրապարակում եւ հրապարակավ ոչ ենք ասում բոլոր այս խուլիգանական դրսևորումներին, բոլոր այս հանրապետության հրապարակում, այո, եւ գիտեք, մենք առանձին դեպքերի մասին կխոսենք, սկսած Արցախի ինքնորոշումից, շարունակելով ինքնորոշման ոտնահարումը, հարկային տերորը, շարունակելով կուսակցությունների մասին օրենքի խախտումը եւ վերջացնելով երկու երիտասարդների նկատմամբ կատարվածով։ Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ չպետք է վհատվես։ Հուսահատվելը նույնպես մեղք է, թող բոլորը սա գիտենան։
Բայց գիտեք, ես չհուսատվելով հանդերձ չեմ կարող ամենակարողին համոզել, որ ինձ լսելով, ինձ սիրելով, իմ նկատմամբ ուշադիր լինելով կամ ինչպես ասում են, աղոթքներիս ընթառաջ գնալով վճիռ կայացնի զանգվածի մասին, քաղաքական գործիչներ, եթե դուք իմ այս ելույթը լսելուց հետո շարունակում եք ասել լավ կգնանք ընտրություններում կանենք, դուք պարզապես ասում եք, որ դուք առաջին հակաքրիստոնյա եք եւ երկրորդ թերամիտ։ Ինչու՞, որովհետեւ վտանգավոր բաները խելացի մարդիկ փորձում են կանխել։ Դուք ասում եք մենք կգնանք ընտրությունների բուրըն կաշխատենք, եթե չստացվի ընտրություններից հետո յետընտրական գործընթացներ, մանկապարտեզ եք անում, այդ յետընտրական գործընթացները հիմա արեք։ Եվ ես ձեզ առիթը տվել եմ, հնարավորությունը տվել եմ։ Շատ խոսել չեմ ուզում, որովհետև ամեն ինչ պարզ է ու հստակ։ Բայց բոլոր նրանք, ովքեր որ լսում են այս խոսքս եւ իրենց ղեկավարներից, կուսակցապետերից հրաման են ստանում, որ չէ, այդ ճանապարհ չի, մեկ է այդ անտարբեր են, մեկ է սրանք չեն անդրադառնա, ո՞նց կարող են չանդրադառնալ։ Օրենքի պահապանները օրենքի տառին պիտի անդրադառնան, նրանք ձեզնից ավելի են հասկանում, այդ չեն անդրադառնա ասողներին եմ խոսքս ուղում, կամ մեկ է արհամարեն, այդ վախկոտներին, առիթ փնտրողներին եմ ասում, նրանք ձեզնից լավ են հասկանում, որ օրենքի նկատմամբ ոտնձգությունը վաղը կարող է իրենց շատ ծանր կացության առաջ կանգնեցնել։ Մի այսպեսի նրբերանգ կա։ Մենք այսօր երեք այդ լուրը լսեցինք եւ այսօր այդ լուրը փորձում ենք մեկնաբանել տարբեր տեսանկյուններից եւ փորձել հասկանալ, թե մեծ հանցագործություն կատարած մարդը ինչու է նաեւ այդ հանցագործությունների ոգով շարունակում գործել։ Քանի նա չի արժանացել համապատասխան գնահատականի նաեւ հանրության կողմից։ Ախր մարդկանց մի զգալի մաս ասում է, որ այս բանը պետք է դատապարտենք, տանենք դատարան, բայց դատարան տանելուց կա հանրային կարծիքի գնահատական։ Այս բոլոր եղածի մասին ես հնարավորություն եմ տալիս 6 օր հետո հավաքվել հանրապետության հրապարակում եւ դատարանից առաջ ասել խոսքը, թող ամեն քաղաքացի իրեն պատկերացնի երթվյալ ատենակալ։ Սրանք իրենց այս նոր նախաձեռնության մեջ սահմանադրական ուզում են վերադառնալ, որ նախկինում դա եղել է, հետո հանվել է։ Հայաստանի համար դա գործնական չէր համարվում։ Քաղաքացիները մասնակցում էին մեղադրյալի նկատմամբ վճիռ կայացնելուն այն մասով, որ ասեն մեղավոր է թե մեղավոր չէ։ Հիմա ամեն քաղաքացի պիտի հասկանա, որ ինքը իշխանության տերը լինելով, նաև դատական համակարգի տերն է, եւ եթե Հայաստանում դեռ չի գործում երթվյալ ատենականների ինստիտուտը, թող բոլորը գան հրապարակ եւ ամեն մեկ իրեն համարի երթվյալ ատենականներից մեկը, այնպես որ նաև այդպեսի գնահատական կա։ Ու խոսքը վերաբերում է ոչ թե 1-2 դրսևորումների, սկսած հայրենիքի դավաճանությունից, սկսած պատկերացրեք, այստեղ եթե հարմար մի պահ կլինի, ես ուզում եմ ասել, մեր կրթության նախարարը ասում է հայրենասիրությունը վատ բան է։ Այդպիսի բան կարող է ասել միայն այն սարսափելի հեքիաթների մեջ եղած վհուկը։ Ես այդ առիթով գիտեք ինչ հիշեցի։ Ուրեմն 20 տարեկան էի KGB-ի բանտում եւ գրում եմ։ Ինքներեն գալիս է երգը, ես չեմ գրել։ Հայ ենք մենք, հայ, լինենք զինվոր երկրին պաշտպան, շարունակության մեջ։ Հայ ենք մենք, անպարտ ենք մենք, մեր թշնամիած, այդ անպարտելի հասկացությունը շատ այն ժամանակ ես չի հասկանում ինչ եմ գրում։ Նույն KGB-ի բանտում 4 տարի անց, արդեն 25 տարեկան հասակում գրում եմ. Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք։ Ամսի 7-ին մեր հրապարակում հրաշք է կատարվելու։ Տեսեք, հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք։ Ես այդ երգը դարձել անկախականների օրհներգը եւ մի ամբողջ սերունդ այդ երգին հետևելով հասել է պետականության վերականգնման։ Դրա շնորհիվ է, որ մենք այսօր միջազգային իրավունքի ենթակա ենք եւ դեռ կարող ենք իրավիճակ փոխել։ Իսկ մենք ոչ միայն կարող ենք իրավիճակ փոխել, ամեն բացասական բան աշխարհում սկսվեց հայերով, հիշեք։ Ոչ թե հայերի պատճառով, այլ հայերի հետ կապված։ Արցախի ինքնորոշման ոտնահարումից հետո սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։
Անմիջական կապ կա, որովհետև աշխարհում Ալիևի խոսքերը լսեցին, ասին, հա, ճիշտ է ասում, նոր ժամանակներ են եկել, հարցերը կարելի է ուժով լուծել։ Հիմա եկել է մեկ այլ ժամանակ, Իրան-Ամերիկա բախումները։ Ով է մեղավոր առաջին, ով սկսեց, ով էր հիմնապատճառ, դրանք թողնում, դա այլ հարց է։ Ես սկզբունքային բանի մասին եմ խոսում, ու հանկարծ մեր երեխաները լսում են։ Այն որ Հայրիկյանն ասում էր, հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, այդ բանը չկա, հայրենյաց սուրբ սիրով դուք կարող եք ստորանալ։ Չեմ ուզում շատ անձնականի մոտենալ, բայց երանեք քեզ Պետրոս։ Պետրոս էր, չէ՞, այդ մշակույթի նախարարի ամուսնու անունը։ Այդպիսի մարդու կողքին ապրել, այդ Իրանք շատ նման են իրար։ երևի իրար նման է, սարսափելի է սա։ Այս բոլորը վատ զարգացումներ են ունենալու եւ երեկվա այդ երիտասարդների ընդվզումը ցույց է տալիս, որ այս ազգի մեջ առողջ ազնիվ արդարամիտ կեցվածքը մեռած չի։ Իսկ դե հիմա տեսեք, ինչ որ անում են, դա պայքարի արձագանքն է։ Ի վերջո Նիկոլի այնտեղ գնալը սադրանք էր։ Մարդ, որը քաղաքացիներին 100,000-ավոր մարդկանց դիմելով ասել է պիղծ արարածներ, երբ ասում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դա նշանակում էր Հայաստանի պիղծ արարածներ։ Այդ մարդը խոսում է այսօր քրիստոնեական արժեքներից եւ գնում առաջ։ Ես ոչ միայն բողոք արտահայտելու համար եմ հրավիրում մարդկանց ամսի 7-ին Սուրբ Հոգու երկիր իջնելու, հատուկ առաքելությամբ իջնելու եւ մեր կողմից ազգովի որպես տոն ընկալելու օրը, այլ այդ օրը ոչ միայն հրաշք է կատարվելու, այլ այդ օրը սկսելու է մեր վերածնունդը եւ բոլոր նրանք, ովքեր որ շատ են ուզում հայրենիքում ինչ-որ բան փոխելու, կուսակցություններ են ստեղծում, թիմեր են կազմում, գնալու են ընտրությունների, թող մտածեն խելոք զորավարը, խելոք ռազմագետը, ոչ թե հանցագործությունը կատարվում է, հետո ինքը հետևանք է վերացնում, այլ թույլ չի տալիս, որ հանցագործություն կատարվի։ Այսօր հանցագործություն է կատարվում, պատկերացնում եք, այսօր հայ ժողովրդի նկատմամբ ամենաթշնամական վերաբերմունքն է դրսևորում, սրանք ասում են, ոչինչ, սպասենք, կգնանք ընտրության, դուք ինչ համոզում ունեք, որտեղից գիտեք, որ Լիբանանի նման ընտրությունները չեն հետաձգվելու, օրինակ եմ ասում։ Եվ ով է իրավունք տվել մեզ, հիմա կավարտեմ Անժելա ջան մի րոպե, ով է իրավունք տվել մեզ թողնելու նախաձեռնությունը, մեկին ճանաչել թշնամի եւ գնալ նրա կանոններով խաղալ, այսինքն նախաձեռնությունը տալ հակառակորդին, լսում եմ։ Այսպիսի քայլեր, որ ինքը անում է, տեսեք շատ ակտիվ մտել է ժողովրդի մեջ, իհարկե միտեղ տեսեք վստահ եմ, որ ծանոթ եք Արցախցին երիտասարդ կնոջերոսի դստեր պատասխանը, հա, որ մանք ասակ երեխա հետ մատեր թափ տալիս։ Ինչու է ինքը այսպիսի քայլեր դիմում, ինքը ակնհայտ գնում է ինչ-որ մի բան, ինչն է պատճառը։ Ուրիշ անգամներ եղել են այդպիսի հարցեր, ես ասել եմ, որ ամեն ինչին զուգահեռ նա կամենում է մարդկանց ուշադրությունը ամենակարևորից շեղել եւ իրեն դա հաջողվել է, ինչու ասեմ, տեսեք։ Հետաքրքիր է, որ 100 անգամ սա ասել եմ, բայց երևի ինչպես անկախություն թերթնել 100 համար պիտի տպվեր, որ վերջապես մարդիկ դառնային անկախական, նույնն էլ սա։ Ցանկացած ժողովրդի համար հիմնական խնդիրը հիմնական օրենքն է։ Հիմնական օրենքի առումով 3 վերջացավ ժամկետը։ Մարտ ամսին պետք է հրապարակվեր սահմանադրության նախագիծը։ Մի 10 անգամ Գալյանն է ասել դրա մասին։ Հիմա ինչ որ կտորներ են ասպարեզ նետել։ Էլի խափեցին։ Բայց ինչի պիտի միայն ես խոսեմ դրա մասին։ Ինչի մեր պարլամենտական են 100 падգամավորներից գոնե 20-ը երբեք չասեցին այն բանի մասին, որ Հայրիկյանը ձեզ նախագիծ է տվել։ Արա չեք համաչում դուք։ Դուք նամուս չունեք։ Ձեր անկախության պայքարի առաջնորդը այդ հանձնաժողովին նախագիծ է տվել 10 անգամ։ 10-րդ անգամ արդեն ստիպված են լինում ընդունել, մի կերպ ասում են մենք նկատի կունենանք, նկատի չեն ունենում։ Ու այդ падգամավոր կոչվածները, եթե դուք ինձ չեք ներկայացնում 1%-ով, ում եք ներկայացնում։ Պարգևավճարով ձեզ էլ կուլ տվեցին։ Սա է վիճակը։ Մեր քաղաքական գործիչները զբաղված են աթոռասատկած կռվով։ Աթոռը եք ուզում գայեք հետս նստեիք բանտերում։ Գաղափարի համար, ազատության համար, ուր եք այն ժամանակ։ Երիտասարդներ ինչի վերաբերում խոսքս։ Կարող է նրանց մեջ լինեն մարդիկ, որ ինձ էլ կանցնեն։ Բայց այսօր ամենահիմնական հարցը անտեսում են եւ Նիկոլը մեծ հաճույքով այդպեսի բաներ է գցում մեջտեղ։ Միաժամանակ իր ռազմավարական ճակերտավոր է։ Մի մարդ, որ օգտագործում է ռազմավարություններ, նկատել եք, որ խոսում է, ասում է մեր ռազմավարությունները, այ փոքրիկ, ռազմավարությունները լինում է մի հատ։ Ծրագրերն են լինում շատ, մարտավարական քայլերն են լինում շատ։ Այսինքն ամեն հարցում այն բթամտության խորհրդանիշ է։
Բայց այդտեղ տեսեք, ամենակարևոր բանը, որ ես ասում էի, կարգին գործիչը ոչ թե ասում է, այսպես անենք, եթե վատ ստացվի, հետո այս ինչ բանը կանենք։ Այլ ասում է, եթե վատ ստացվի, էս պիտի լինի, արի սկզբից կանխեմ այդ վատը։ Հիմա սրանք գնում են ընտրությանը, յետընտրական գործունեություններին պիտի մասնակցենք բուրըն կերպով։ Այդ որ յետընտրական գործունեությունն է աշխարհում կամ Հայաստանում լավ արդյունք տվել։ Պետք է հիմա կանխել։ Հիմա պետք է ապրիլի 7-ին Նիկոլի վերջակետը դնել։ Այդ հարցին կարելի է պատասխանել, որովհետև եթե խոսում ենք իրավապահների մասին, իրավապահները հարցը տվեցիք, չի Անժելա ջան։ Հա, հիմա ես էլ պատասխանն եմ տալիս։ Ուրեմն երբ ասում եք իշխանական համակարգի մարդիկ, դա հասկանալի է, հրաման էին ստանում։ Հրամայված էր չհասկանալ։ Երբ խոսենք նաև գործակալների մասին, գործակալներն էլ հրաման են ստանում տարբեր։ Ինչ է Ամերիկային ինչի բաց թողեցիք։ Ինչի եք Ամերիկային բաց թողնում։ Առաջին երթին Ամերիկա։ Ադե վերջի բաց։ Հիմա թույլ տվեք ձեր հարցին պատասխանել։ Իմ սիրելի Իսրայելում եւ Ամերիկայում եւ Ռուսաստանում եւ Թուրքիայում կան գաղտնի ծառայություններ։ Այդ գաղտնի ծառայություններ ունեն գործականներ։ Եթե ձեզ համար թվում է թե Ռուսաստանը միասնական ամբողջություն է սխալվեցիք, եթե ձեզ թվում է թե Ամերիկան միասնական է, ինձ հարցրեք, ես ասեմ։ Երբ ամբողջ Ամերիկան ասում էր կեցե Գորբաչով, ես կարողացա ապացուցել։ Ներողություն։ Ներողություն։ Այո, Իսրայելը միակ երկիրն է, որին արդեն տասնյակ տարիներ սպառնում են երկրի երեսի ջնջել։ Որ Նիկոլ Փաշինյանը հաճույքով լսեց արևմտյան Ադրբեջան տերմինը եւ դուք նրա հետ միասին լռեցիք, դա նշանակում է դուք ընդառաջեցիք։ Ուրեմն բայց ես եկել եմ հարցազրույցի, սիրելի Անժելա։ Ես եկել եմ հարցազրույցի ոչ բանավեճի ձեզ հետ։ Ձեր հետ հաճույքով կբանավիճեմ, որովհետեւ ձեզ սիրում եմ եւ կասեմ ճշմարտություններ։ Ուրեմն մենք խոսում ենք մեր անելիքների մասին։ Լիքը մարդիկ կգտնենք, որ կգան կեցված կընդունեն, կուրս կառաջ կմղեն, կմոռանան Արցախի ցեղասպանությունը եւ կխոսեն Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իսրայելի ցեղասպանության մասին։ Ես դրանցից չեմ։ Ես գործի մարդ եմ։ Լինելով գործի մարդ, ես գիտեմ, որ մենք համաշխարհային իրադարձությունների վրա կարող ենք անդրադառնալ մեր դրական կեցվածքով։ Եվ ապրիլի 7-ին Հայաստանի բոլոր քաղաքացիները, ազնիվ քաղաքացիները, ոչ ծախված, ոչ նրանք, որ հրաման են ստացել, Հայրիկյանին չլսել։ Հիմա տեսեք մի կարևոր բան ասեմ ձեզ։ 1987 թվականին, հետո ես հասկացա, որ դա ձեռագիր է։ Աքսորավայրից նամակ եմ գրում Գորբաչովին, ասում եմ, լսիր, իմ ժամկետը վերջանում է, ես կամավորապես երկարացնում եմ իմ ժամկետը։ Ես էլ քեզ նամակ։ Եթե Հայաստան վերադառնալուց հետո ես իրավունք չեմ ունենալ անկախականների կազմակերպություն, նշանակում է քո դեմոկրատիան իմ վերաբերմունք այն բանին, որ դու դեմոկրատ ես, ճիշտ է։ Ուրեմն մինչև քեզից պատասխան ստանալը ես շարունակում եմ իմ ժամկետը, կալանքը շարունակում եմ աքսորը։ Գալիս է Իրկուտսկի առաջին քարտուղարը մի ամիս հետո եւ ասում է. «Կարճ, вам ответа не будет», բառացի եմ ասում։ Դա նշանակում է ես պիտի մնայի աքսորավայրում։ Դրանից հետո ես հասկացա, որ այդպեսի մարտավարություն էլ կա։ Հայրիկյանը պիտի չերևա։ Այն մարդը, որ եղել է Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը, պետք է անտեսվի։ Ու այդ հրաման կատարող գործակալները, որ գործակալը ուզում են լինեն, Նիկոլի անհատական գործակալը կլինեն KGB-ի նախկին գործակալների այսօրվա գործակալը կամ Թուրքիայի կամ Շամբեթի, կարևոր չի ինձ համար։ Կա նաև այդպիսի գիծ, որ ասում եք ինչու հանրությունը ձեզ չի արձագանքում։ Դուք պիտի թույլ տաք, որ ինձ դա խորապես բացահայտեմ։ Հանրությունը շատ լավ էլ արձագանքում է։ Երեկվա իմ մի կարճ ելույթը մեկ օր էլ չանցած 20,000 մարդ են այել։ 30,000-ից ավելի ես հետևորդ ունեմ։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, եթե մեկը ասպարեզ է գալիս որպես չէ, նաև քաղաքական գործիչները հանրության մասն են։ Նրանք ասպարեզիչներից մտածում են, ես ստեղծում եմ այս կուսակցությունը, որովհետև մինչև այսօր եղած կուսակցությունները իրենց ճիշտ չեն պահել։ Դե նրանք այդ ընթացքում ոնց կարող են ասել, բայց Հայրիկյանը եղել է մեր առաջնորդը։ Նրանք իրենց բարդույթավորել են, տենց պահ կա, ու չես կարող իրենց մեղադրել։ Այլապես նա պիտի համեստորեն գար ասել, պարոն Հայրիկյան, դուք այնքան մեծ գործ եք արել, ես ուզում եմ ձեզ հետ աշխատել։ Եթե այդպես չի արել, արդեն ինքը իր առաջ սահման է դրել։ Դուք լսել եք, որ որևէ կուսակցական ղեկավար գովի մեկ այլ կուսակցության ղեկավարի չի կարող, նա իրավունք չունի։ Այլապես նրանք պիտի միանային։ Չէ, իմ մասին որպես
որպես անկախության պայքարի առաջնորդ, բայց երբ կա առանձին քաղաքական կուսակցություն, նա իր ճակատին գրել է, ես այն մասն եմ, որը գնում է այս գծի հետևորդն է։ Եվ վերջին հարցը, հիմա այսօր այս ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, չգիտեմ ձեզ դուր կգա թե չէ, ազգակործան պատուհասը կամ Ալիևի ասած հարբեցող ծաղրածուն անվերջ խոսում է հիբրիդային պատերազմի մասին, որտեղ մի հատ լավ ձև է գտել, ում ընդդիմությունն է, հենց մեկ ասում ես ընդդիմություն եմ, դու գործակալ ես, ինչ որ մարդկանց սրտով է, ռուսի գործակալ ես, չգիտեմ ինչ է, շատ կոնկրետ, այսօր ձեր սիրելի, իմ սիրելի, Երիտի սիրելի արևմուտքը, իդեմս Եվրոպայի, ամեն առումով այս հանցագործ խմբին աջակցում ընտրություններին եւ մեծ գումարներ է տալիս։ Ինչ են զլանում, ասել, որ Եվրոպան կոնկրետ զբաղված է Հայաստանում հիբրիդային պատերազմանում հայ ժողովրդի դեմ, օգնելով, աջակցելով այս հանցագործ իշխանությունը մնա իշխանության։ Էլի ձեր սրտով։ Հարցն ավարտեցիք։ Այո, ներեցե, Ասում եք ավարտեցիք, բայց լսեք, ավարտեցիք, բայց շարունակում եք խոսել։ Մի հատ էլ եմ հարցնում։ Հարցն ավարտեցիք։ Ավարտեցիք։ Հիմա ուրեմն մաս առաջին։ Գուցե դուք նեղանաք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այսպեսի բաներ էր ասել։ Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան լավ բաներ է ասել։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ բաներ ունի ասած, եւ ես դրանք այնպես ես Լևոն Տեր-Պետրոսյանի որոշակի գործողությունների, որոշակի մոտեցումների մասն եմ խոսել քննադատաբար կամ որոշակի արարքների նկատմամբ հովանավորչություն դրսևորելու դեմ։ Օրինակ ինքը բոլորից լավ գիտեր, չէ՞, ինքն է ինձ ասել, պարույր Հայրիկյան, այդ տարածքում հակառակորդ չկա, կարող եք բնակավայրեր ստեղծել։ Ինձ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց հետո ինքը հրապարակավ խոսք չարեց, որ այդ մարդիկ զոհվեցին ոչ Հայրիկյանի մեղքով, նրանք իրենց գործը մինչև վերջ կատարեցին եւ այլն։ Օրինակ, այդտեղ քննադատել են, բայց հիմա դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի տված ճիշտ գնահատականին վիճելու բան չունեմ։ Հիմա սա ինչի է այսքան անդրադարձա։ Դուք ասում եք Եվրոպան։ Հիմա ես էլ եկա Լևոնին։ Լևոն Տեր-Պետրոսյանին լավ դրսևորում, վատ դրսևորում, ըստիս, սխալ դրսևորում կամ ճիշտ։ Նույնը Եվրոպան։ Եվրոպան Հայաստանում այլ ընտրանք չունի։ Նրանք առաջ արևմուտքը ամբողջ Հայաստանում ունեին Հայրիկյան եւ ձեր միջոցով, ոչ անձամբ ձեր, այլ այն մարդկանց միջոցով, որոնք որ մահափորձից հետո ասում էին Հայրիկյանը ինքը իր վրա կրակեց, դա զանգված էլի ես չեմ կասկածում, բոլոր խելոք մարդիկ ինձ են ձայն տվել։ Մենակ դուք չեք տեսեք, էլի կան, սիրում եմ ձեզ, պատահական չի որ սիրում եմ։ Ուրեմն Անժելա ջան, ես ձեզ խնդրում եմ նկատի ունենալ, որ Եվրոպան շատ հաճախ արձագանքում է հաշվի առնելով, որ այդ երկրի ժողովուրդը այս ղեկավարությունն է ընտրել։ Իրենք ժողովրդավարություն ասելով երբեմն մգնում են մոլորության մեջ։ Օրինակ, Ադրբեջանի ղեկավար Ալիևին, որը բռնապետ է, եվրոպական երկրները ընդունում հետը խոսում են։ Հռոմի Պապը ընդունում է, եթե ես լինեի Հայաստանի պատասխանատուն, եւ Հռոմի Պապին եւ եվրոպական երկրներին կասեի, լսեք, դուք ձեր ուղեղները չորացել է, դուք չգիտեք, որ նա բռնապետ է։ Հիմա սա եթե նրան չի ասում բռնապետ, իրենց աչքին էլ երևում է, գիտես, Եվրոպայի հետ ամենայն դեպս շփվում է, ի տարբերություն, ասենք, Սերժ Սարգսյանի, որ մի գիշերվա մեջ չեղարկեց, ինքը խաղեր է տալիս, սա ավելի տանելի է։ Ուրեմն ցանկացած երկրում կասկածվող մարդկանց հարցը քննում են, բայց քանի որ հանրային հեղինակավոր եւ գիտեք ձայն էլի եք ասում ես գիտեմ ես եմ Արցախյան շարժումը կխեղդվեր, եթե այն ժամանակ Հայրիկյանը հեղինակություն չլիներ եւ լրատվական պատերազմում ամբողջ արևմուտքը չլսեր Հայրիկյանին, որտեղ այստեղ անգիտակցաբար գոռում էին Լենին, պարտիա Գորբաչով, իսկ ես ասում եմ, բայց դա ինքնորոշման շարժում է, դա դեմոկրատական շարժում է, ու նրանք ինձ էին լսում։ Հիմա դուք չէ, մեր հանրությունը ամեն ինչ արեց գործականների անմիջական ճնշման տակ, մանավանդ մահափորձից հետո, որ գիտեք Հայրիկյանի մասին, եթե sense բան կարող են ասել իրենց երկրում, 100%-անոց մահափորձի ենթարկված մասին մարդու մասին, եթե այսքան սրիկա կա, ուրեմն այդքանը սրիկա չեն, կարող է Հայրիկյանը իսկապես, ասում են Հայրիկյանը ինքն է իր վրա կրակել։ Հա, բայց դա կարծիք էր։ Այդ կարծիքը լսող եվրոպացին չի ասի, այ մարդ զգուշանամ, կարող է տենց բան կա։ Հետո ինչ որ մենք Հայրիկյանին շատ էինք գնահատում։ Էնպես որ հիմա արևմուտքի այդ գնահատականների նկատմամբ ես շատ հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ այդ գնահատականները ես փոխել եմ։ Ամերիկյանց, այ մարդ 1000 անգամ ասել եմ, մի հատ կարդացեք կոնգրեսի արձանագրություններ, հունիսի 23, ինչ որ կարդաք այն ժամանակ դեռ 40 տարեկան Հայրիկյանի մասին։ Սենատորը դիմում է նախագահ Բուշին, ասում են, լսի, մենք Գորբաչովին ուզում ենք օգնենք, մենք սխալ ենք։ Հայրիկյանն ասում է, ես ինչ բան է։
Այդ թվերը ես տեսել եմ ինչպես եմ կարծիք փոխել։ Հիմա էլ կարելի է փոխել։ Հիմա էլ կարելի է փոխել 15 միլիոնն ինչ է։ Հիմա ապրիլի 7-ին մենք մեզ կարգին ենք պահում, տեսեք ինչեր է կատարվելու աշխարհով մեկ։ Ես եմ շնորհակալ։